Ողջույն բոլորին, այս տեսանյութում կտեսնենք, թե ինչ նվերներ եք ստանալու փետրվարի 14-ին երիտասարդների համար է, միգուցե ինչու միայն երիտասարդների, այն մարդկանց համար, ովքեր որ սպասում են իրենց երկրորդ կեսից նվեր։ Բոլոր կենդանակերպի նշանների համար կնայենք, տեսնենք ով ինչ է ստանալու նվեր։ Այսպես քարտն եմ վերցրել, միգուցե ինչ-որ մի բան այստեղ կարողանանք հասկանալ, թե ինչ են ձեզ նվիրելու։ Դե նույնիսկ քարտերով շատ ենք նայել, այսպես քարտերով չենք նայել, եւ եթե ինչ-որ մի բան ձեր մտքում գա, այնա քարտին նայելուց հասկանաք, որ այդ քարտը ինչ ձեզ կտա նաեւ տեսքը, նկարը, ապա ուրեմն հենց նմանատիպ բաներ դուք ինքներդ կարող եք ստանալ։ Պետք չի ոչինչ պահել, պահեք ձեր սիրելիին, որ հասկանաք նվեր կտա ձեզ, թե ոչ, դե միակողմանի չի լինում նվերը, նաեւ դուք էլ պետք է նվիրեք։ Բայց համենայն դեպս տեսնենք ով ինչ է ստանալու նվեր։ Ուսում լավ բաներ են գալու։ Հելի եմ ասում, դուք էլ հա ձեր մտքի թռիչքին կհետևեք, տեսնենք ընդհանրապես ինչ է ասում, գուցե լավ բան է ասում։ Իսկ մենք գնանք խոյերին, տեսնենք խոյերը ինչ նվեր կստանան փետրվարի 14-ին։ Ինչ նվեր կստանան փետրվարի 14-ին խոյերը։ Տեսնենք ինչ է։ Այստեղ գիտեք ամենաառաջինը մտքիս ինչ եկավ, որ այն ինչ որ դուք ուզել եք, միգուցե ինչ որ խոսել եք այդ մասին, ուզել եք դա, բայց կամ այն ժամանակ գումար չի եղավ, որպեսզի ձեր սիրելին ձեզ համար գնի, կամ այն ժամանակա ոնց որ հարմար չէր գնելու համար, իսկ հիմա այդ դա նվեր տան ձեզ։ Ինչ որ մի բան է, որը անցյալում եք տեսել, ուզել ու հիմա դա ձեզ տալիս են։ Դա կարող է լինել ճամփորդություն, դա կարող է լինել ինչ որ իր, դա կարող է լինել տեխնիկա, յուրաքանչյուր բան, ինչ որ ոսկեղեն կամ վզնոց եւ այլն, յուրաքանչյուր բան այստեղ կարող է լինել։ Եվ հնարավոր է նաև փայտից, որ չէ փորագրված ինչ-որ բան լինի կամ փայտից, որ չէ տուփ լինի, օրինակ թեկուզ այդպես կլոր, վերև ինչ-որ հետաքրքիր բաներով, ներսում նվերներ, կոնֆետներ, այդպես ձեզ նվիրեն։ Նաև հնարավոր է մոմ է անգամ ներսում, եւ շատ հետաքրքիր, գեղեցիկ, օրինակ այստեղ ես կարող եմ տեսնել ինչ-որ մի բան, որը օրինակ մենք շատ ենք պատրաստում մեր խանութների համար նմանատիպ առիթներին, որ տուփը վրան փուչիկ է թափանցիկ, հա, եւ այստեղ արանքներից օրինակ դուրս է գալիս, ոչ թե ծաղիկներ, նաեւ նմանատիպ ինչ-որ մի բան է, թեկուզ ներսում, հա, ինչ-որ բան կամ ներսում մոմ, թե ինչ-որ մի բան է, որ լույս է տալիս, կարող լույսեր է ուղղակի վառում մեջը։ Հետաքրքիր անակնկալ են նաեւ ոմանց համար, որ իրոք որ չի երևում մեջը ինչ կա։ Բացի այն, որ դուք ուզել եք նախկինում, անցյալում ինչ-որ բան եք ուզել, որտեղ անցյալի քարտն է, այսպես թե այնպես, ինչ-որ բան եք ուզել, որը մեջը կարող է անակնկալ է ձեզ համար։ Այսքանը, սպասենք, տեսնենք ինչ են տալիս ձեզ։ Շնորհավոր ձեր Սուրբ Վալենտինի օրը։ Գնանք ցուլերին։ Ինչ նվեր է ստանալու ցուլերը փետրվարի 14-ին։ Ոնց որ նույն բանն է, հա չէ։ Այստեղ միգուցե որևիցե ճամփորդության հետ կապված ինչ որ բան է։ Ինչ որ տոմս կարող է լինել։ Ոչ մի բանը, որը հեշտացնում է ձեր գործունեությունը, ձեր աշխատանքը, օրինակ տան ռոբոտ, ինչ որ մեքենա, թեկուզ լվացքի մեքենա, եթե չունեք, թեկուզ աման լվացող մեքենա, ինչ որ բանը, որը հեշտացնում է ձեր գործերը, ձեր գործունեությունը օրվա, այնտեղ կարող է ինչ որ մեկն է, որ փոշիներ է մաքրում, ինչ որ պահեր են, որոնք որ ավելի հեշտ են դարձնելու ձեր կյանքը, յուրաքանչյուր բան, նաև որևիցե հնարավորություն եք ունենալու ինչ որ ընտրելու,
Գուցե այնպես գալիս են, այսպես թղթերով պահում են, ասում են ընտրի ու դուք ընտրում եք, այդպես է նվեր եք ստանում։ Նաև դա է, որ այստեղ ոնց որ ինչ-որ մի հնարավորություն է նաև ձեզ համար ստեղծվում, դուք ինքներդ ընտրեք ձեր նվերը։ Կողն երկու տարբեր նվեր եք ստանում, մեկ տարբեր մարդկանցից, մեկը կողը երեխան է բերում, մեկը հայրը, ինչ որ պահեր են այստեղ։ Մենակ որպես ցուլ, հա, մենք կապ չունի, ես ու աղջիկս ենք իրար նվեր տալի, դա սիրո տոնն է, հա, ոնց որ սեր դիմացինի հանդեպ, թե հիմա ով է, ինչ է, ինչա, կապ չունի։ Դե մեզ մոտ միշտ այդպես է եղել, մենք նշել ենք այդ տոնը եւ ինչ որ չափով, թեկուզ փոքր նվերներ ենք տվել իրար։ Որովհետեւ դա սիրահարների տոնն է, հա, ինչ չլինի, բայց սիրո տոնն է նաեւ, սիրո հետ է կապված։ Դե նույն ինչ կարող է լինել, դուք էլ մտածեք։ Միգուցե հետաքրքիր շղթա է այդպես կոլությամբ ինչ որ բան է կամ այսպես կոլե է, հա, կոլեի նման ինչ որ վզնոց եք ստանում կամ ինչ որ մատանի է, որի վրա այդպես է, ինչ որ կոր այս դրա նման ինչ որ պահեր են։ Կամ միգուցե ինչ որ կենթանի եք այստեղ նվեր ստանում, եթե կենթանի եք ուզում։ Միգուցե եւս ինչ որ մի բան է այսպես, վրան ինչ որ կոր կա, զամբյուղ է սա երևում, զամբյուղի մեջ է կաղա ինչ որ մի նվեր, օրինակ ծաղիկներ զամբյուղով կամ նվերներ, հա, մեջը կարող է այդպես բիժուտերիաներ են կամ հա կոսմետիկա եւ այդպես զամբյուղի մեջ է այդպես են ձեզ տալիս։ Ինչ-որ բան է կարող այդպես բռնում եք։ Այլ ֆանտազիա չունեմ։ Ուրեմն այսքանը մնացած ֆանտազիան թողնում եմ ձեզ։ Ամեն մեկը ինքը որ ինքը գիտի ինչ է ուզում կարող համեմատել այս քարտի հետ, տեսնի կստանա թե ոչ։ Այսքանը ձեզ համար, շնորհավորում եմ ձեր Սուրբ Վալենտինի օրը։ Գնանք եկվորյակներ։ Ինչ են նվեր ստանալու եկվորյակները փետրվարի 14-ին։ Օ, սա իրոք ճանապարհորդության ինչ որ մի բան է։ Այստեղ կարող է լինել ոմանց համար մեքենա, ոմանց համար նաև ինչու՞ չէ հեծանի, ինչ որ մի բան, որ շարժվում է, առաջ է գնում։ Այնպեսի մի բան կարող են տալ ձեզ, որ իրոք վերցնեք ձեր ձեռքը ու ինչ որ մի ձևով փոխվի դա, ձեր կյանքը փոխի դա։ Յուրաքանչյուր բան այստեղ կարող է լինել, գործիքից սկսած մինչև ինչ որ մի բան, որը փոխում է ձեր կյանքը։ Դա տղաների համար նաև կարող է լինել ինչ որ հղիության թեստ։ Պատրաստվեք, եթե գիտեք, որ հնարավոր է, ապա պատրաստվեք, միգուցե հղիության թեստ է սա։ Եվ ինչ կարող է լինել, նաև այսպես կարող է որպես կենթանի նվեր ստանաք։ Դե թեստը տեսնում եք անգամ իր երկարությամբ երևում է, որ կարող է թեստ լինել շատերի համար իրոք։ Պահել են այսօրը, որ ձեզ հա, որպես նվեր ձեզ ներկայացնեն։ Եվ էլ ինչ կարող եմ ասել այստեղ։ Դե ինչ որ մի բան է, որը կարող է կապված լինել նաև գարնան հետ, այսինքն հիմա դուք ստանաք դա, բայց կարող է իրոք թռիչք է, կարող է ինչ որ մի տեղ է, որ գնում եք եւ դա գարուն է կամ հա կամ տոմս է կամ օրինակ եթե մեքենա է, հա մեքենայի հետ ամեն ինչը կարող է ստանաք, բայց մեքենան գալիս է ձեզ հասնում, օրինակ գարուն է։ Այդպես կարող է լինել, հա մայիսին կամ մարտի վերջերը օրինակ։ Դե էլ բան չեմ կարողանում ասել սրանով։ Հեսա մտածեմ, հետ կամ։ Չէ, չգտա։ Ոչ բան չգտա։ Միգուցե ձեր ֆանտազիան ավելի շատ է այսպես առաջ ընկած, քան իմը։ Դե այստեղ ավելի շատ ինքը երևում է թռիչքը, հա, որովհետև առագիլները այս պահին թռնում են, տեսնում եք, ամպերն են երևում, հա, դա նշանակում է թռիչք կարող է, որպես նվեր է դա ձեզ համար։ Կամ այդ օրը տանում են ձեզ ինչ որ մի շատ հեռու տեղ նոր նվեր են տալիս։ Այդպես կարող է լինել։ Այսքանը, սպասեք, տեսեք ինչ կարող է լինել սա ձեզ համար, իրոք ինչ որ մի բան է նաև, որը կփոխի ձեր կյանքը։
Այսքանը ձեզ համար շնորհավորում եմ Սուրբ Վալենտինի օրը։ Գնայինք խեցգետինների։ Նորմալ բան ընկնի գոնե հասկանանք։ Ինչ նվեր են ստանալու խեցգետինները փետրվարի 14-ին։ Էլի սա է։ Էլի ինչ որ բան է, որը խոյերին էլ ընկավ, սա հնարավոր է էլի նույնը կասեմ, անցյալի հետ դա կարող է կապվածներ, ինչ որ մի բան եք ուզել այն ժամանակ, բայց չեք գնել։ Իմ մտքի մեջ մնացել է ձեր զույգի վրա, սա է ուզում ու կարող եք ստանալ նվեր, դա այն ինչ որ ուզել եք։ Մոմ կարող է լինել, ծաղիկի բուկետ, փայտից որևիցե ինչ որ մի դետալ կամ փորագրված փայտից ինչ որ պահել կամ բուկետ, փուչիկ, տուփ, վրան փուչիկ, մեջը ինչ որ հետաքրքիր լույսեր, հա, որտեղ լույս է վառվում է դա, կամ ինչ որ մի անակնկալ պահ է, որ մեջը չեք տեսնում, չի երևում, հա, վրան երևում է, բայց երբ որ տուփը բացեք, ներսում էլ կա, ինչ որ բաներ կան, բացի այն, որ այդպես ինչ որ վրայից է երևում։ Կամ փայտից տուփը հետաքրքիր ձևով բացվում է և ներսում ինչ որ բաներ կան, համենայն դեպս մոմը այստեղ հավանականությունը շատ մեծ է, որ մոմը կլինի։ Ծաղիկները նույնպես, որովհետև այստեղ ծաղիկներ են, այսինքն ծաղիկապատ է այսպես ինչ որ։ Այսքանը, հետաքրքիր մի բան է, պլյուս նրան, որ դա անցյալի հետ էլ է նաև կախված։ Ինչ որ բան է, որ տեսել ուզել եք, մոռացել եք միգուցե անգամ դուք, որ այ ուզել եք դա եւ ստանում եք նվեր, դիմացինը չի մոռացել։ Այսքանը ձեզ համար շնորհավորում եմ Սուրբ Վալենտինի օրը։ Գնանք առյուծներին, տեսնենք առյուծներին ինչ է սպասվում։ Ինչ նվեր են ստանալու առյուծները փետրվարի 14-ին։ Տեսնենք ինչ նվեր եք ստանալու։ Մի չափալախ մի քացի։ Ուրիշ բան չկա։ Կամ ոչ մեկ չունեք ձեր կյանքում որ տան, կամ այստեղ կարող է լինել օրինակ վզնոց, այդպես մի քանի շարքով, կարող է լինել մատանի, այդպես եւս մի քանի շարքով, կարող է լինել շատ հետաքրքիր թեկուզ պայուսակ, վրայից ինչ որ այդպես փուսկուլներ կախված, կամ ինչ որ մի բան է, որ էլի փուսկուլներ ունի, հա, այդպես ինքը կախված է։ Գուցե գործվածքից, որից է մի բան է, գործվածքից պայուսակ է, գործվածքից ինչ որ մի բան է, որ կարող եք ստանալ։ Կամ այդ ճյուղերից պատրաստված, հա, կարող զամբյուղ է, այդ ճյուղերից ինչ որ կարող քառակուսի տուփ է, կամ այդ որ կան ավելի կոպիտ։ Եվ բացի այն մի սիլա մի քացի վեճի քարտն է, սա նայեք չվիճեք այդ օրը ձեր զույգի հետ, իրոք որ ոչ մի բան էլ չստանաք, կամ ինչ հնարավոր է։ Ասի ժամանակ չունեմ հանդիպելու, դուք էլ ահա վիճեք հետը։ Դե արի ու նվեր սպասի։ Այստեղ հետևում նաև ես նոր եմ նկատում, հետևում նաև կա անիվ, հնարավոր է անիվի հետ կապված ինչ որ մի բան է սա, կլոր որևիցե մի բան է, կամ մատանի է, կամ թևնոց է, կամ ինչ որ վզնոց է վրան ինչ որ կլոր հետաքրքիր դետալով։ Գուցե հեծանիվ շատ եք ուզում, հեծանիվ են նվիրում ձեզ, որ առավոտյան գնաք հեծանիվ քշեք, նիհարեք կամ առողջ ապրելակերպ վարեք։ Դե դուք էլ կարող եք մտածել, ինչ կարող եք ստանալ։ Ամենայն դեպս սրանք հյուսքեր են, եթե այսպես տեսնում եք, հա, հյուսքեր են, որոնք որ կան, եւ հյուսքերից յուրաքանչյուր բան այստեղ կարող է լինել։ Մտքից չի գալիս, բայց ամենայն դեպս նվերը կարող է լինել իրոք այդպես հյուսքերով, ոչ է տուփի մեջ, նմանատիպ ինչ որ մի բան ստանաք։ Այսքանը կստանաք կտեսնեք, միայն մի վիճեք, հա, որովհետև հավանականություն իրոք կա, որ կարող եք վիճել երկրորդ կեսի հետ եւ չստանալ ոչինչ։ Այսքանը ձեզ համար շնորհավորում եմ ձեր Սուրբ Վալենտինի օրը։ Գնանք կույսերի։ Ուй
Ուսին տուն են ստանալու, տուն։ Ասում է, արդեն մենք մեծ ենք, մեզ ոչինչ պետք չի։ Խաղաղություն, հանգստություն։ Տեսնենք ինչ է սպասում, ինչ են նվեր ստանալու կույսերը, փետրվարի 14-ին։ Դա համարդ։ Սա կարող է իրոք նոր անձնավորություն է, որը մտնում է ձեր կյանք, նոր ծանոթություն է սա։ Ինչ որ մեկն է, ով որ այդ օրը մտնելու է ձեր կյանք, կամ սիրոխոստ նայեք, մի հատ տեսեք, վերև ներքև նույն քարտն է։ Իրոք ինչ որ մեկ ովքեր որ միայնակ են, հնարավոր է այստեղ նոր երիտասարդ հատկապես կանանց համար։ Նոր երիտասարդ, կամ ձեր հայրը կարող է ձեզ ինչ որ մի բան նվիրել, կամ ձեր տարեց ամուսինը կարող է հա ձեզ ինչ որ մի բան նվիրել, թեկուզ մի փունջ ծաղիկ, թեկուզ դաշտերից քաղած, թեկուզ ինչ որ մի տեղից կարող է նաև նվիրել ձեզ։ Եվ որպես նվեր այստեղ կարող է վերադառնա ձեր ամուսինը տուն այդ օրը անակնկալանի, ձեր տղան վերադառնա անակնկալանեն, եթե ունեք, հա դրսում։ Բայց սա նաև, եթե վերագրենք, կարող է ուղղակի գնում եք իրար հետ ժամանակ անցկացնելու, այսինքն գնում եք որևիցե տեղ նստում եք, կարող այդպես եք միայն։ Բայց նվերի հետ կապված այստեղ ես չեմ տեսնում ինչ որ մի բան։ Կամ այս պահին դե չեն կարող բոլոր կույսերը վիճված լինեն, կամ վիճված եք, հա, վիճել եք իրար հետ եւ իրար հետ չեք այս պահին, կամ որովհետեւ այստեղ դեմքն էլ է մի տեսակ, այս մարդու դեմքն էլ է մի տեսակ։ Ինչպես երկուսն էլ խոսում են, որ միգուցե արդեն իսկ վեճ կա ձեր մեջ եւ այդ օրը մտածում եք ինչպես անեք, որ հանդիպեք դիմացինին։ Տեսնենք, կարող է ինչ-որ իրոք մի բան ցույց տա ի վերջո լավ, հանդիպեցիք այս տղային, հետո։ Չէ, այսպես թե այնպես ինչ-որ մի տեղ եք գնալու, ինչ-որ մի տեղ եք գնալու ժամանակ անցկացնեք այնտեղ։ Այստեղ նաև կարող է ինչ-որ խաղային ապարատներ են, ինչ-որ պահեր են, որտեղ որ եւս էլի կարող եք լավ ժամանակ անցկացնել, կամ այնպես մի անակնկալ անի ձեզ համար, ինչ-որ մի տեղից մի հատ ծաղիկ անի դուրս, հա, նվիրի, կամ ինչ-որ պահեր են, որ նաև մեկ ակնթարթ, այսպես նայեք, տալիս է ձեզ անակնկալ է անում, որ դուք չէիք էլ սպասում, մարդը ոնց որ մտածում է, դե հա եկանք, իրար հետ սուրճ խմեցինք, լալալի, լոլոլո գնացինք, բայց ոչ մի բան չտվեց, հա, եւ կարող է վերջում ոչ անակնկալ անի։ Այսքանը ձեզ համար, ձեզ շնորհավորում եմ ձեր Սուրբ Վալենտինի օրը։ Գնանք կշարքներին։ Ինչ նվեր կստանան կշարքները փետրվարի 14-ին։ Այստեղ կարող է, չենք նայում, հա, հստակ քարտերի նշանակությանը։ Այստեղ կարող է լինել սուր եզրերով որևիցե մի բան, կարող է բնական քար է, ինչ որ վզնոց է, բնական քարով կամ ինչ որ հետաքրքիր այդպես սուր բաներ ունի։ Նաև դա ինչ որ հետաքրքիր կախված է ձեր հետաքրքրասիրությունից, հա, եթե դուք սիրում եք ինչ-որ մի տեղեր գնալ, այցելել, ինչ որ հետաքրքիր վայրեր, տեսարժան վայրեր, այդպես կարող է նմանատիպ տեղ է ձեզ տանում, այնտեղ ոչ անակնկալ է անում, այստեղ նաև մատանի եմ տեսնում։ Հնարավոր է այդ նման տեղ ձեզ ամուսնության առաջարկ են անում կամ ոչ մատանի են նվիրում, թե ինչ որ մատանի կա։ Նաև ինչ որ հետաքրքիր ռեստորան կարող եք գնալ, որտեղ որ ձեր աչքի առջև այդպես կրակով ճաշեր են պատրաստում, հա, այդպես կրակներ է երևում, հա, ձեր ճաշն են պատրաստում, տալիս են ձեզ։ Նման կարող եք ռեստորան գնալ, բայց որպես նվեր այստեղ միայն այդ սուր ինչ որ բաներն են, որ հնարավոր է լինեն, կամ այդպես կրակի գույն, կամ ինչ որ պահեր են այստեղ։ Դուք ինքներդ էլ կտեսնեք, թե ինչ է դա։ Եվ իրոք կարող է չի բացառվում նաև իր քարտի նշանակություն, այսինքն խոչընդոտներ կան նվերը ստանալու հետ կապված, իրար հետ հանդիպելու այդ օրը, ինչ որ պահեր են, որ չի ստացվում կամ ունեք, հա, ամուսին կամ զույգ, բայց այդ օրը քաղաքում չի, հա, դա է խոչընդոտը, որ այդ օրը կարող է նվեր ուղղակի չստանաք։ Այդպես նաև կարող է լինել։ Կարող է ուղարկում է ինչ որ մի բան ձեզ։ Ինչ որ մի բան է կարող է, որ ձեզ դուր չի գալիս։
Նա այնպիսի մի նվեր է։ Նա հիմա շատ կան այդպես ինչ-որ հետաքրքիր ձևեր են, որոնք ինչ-որ հետաքրքիր ֆորմաներ ունեն, նմանատիպ ինչ-որ մի բան կարող կամ իրոք տանում է ձեզ լեռներ, ինչ-որ տեղ, որտեղ որ հետաքրքիր տեսարան կա, այնտեղ կարող ամուսնության առաջարկ է անում, եթե դեռ շփվում եք։ Այսքանը ձեզ համար, շնորհավորում եմ ձեր Սուրբ Վալենտինի օրը։ Գնանք կարիճների։ Նորմալ բան եմ կնում, այսինչա։ Ինչ նվեր կստանան կարիճները փետրվարի 14-ին։ Այնտեղ բանալի կար, նաև կարող բանալու տեսքով, ոչ է մի բան եք ստանում։ Կամ իրոք տան բանալիները կարող տուն եք նվեր ստանում։ Կարող տան 3 նվեր ստանում, որ կարողանաք դնեք տանը։ Միգուցե տուն եք նվեր ստանում, միգուցե ոչ է ինչ որ հյուրանոց եք գնում կամ ոչ է ռեստորան է, սա նաև ցույց տալիս։ Կամ ամուսնության առաջարկ է սա նաև, հա, ընտանիք միացում իրար հետ ընտանիք, հա, որպես ընտանիք ապրեք, սկսեք ապրել իրար հետ, նման առաջարկ կարող ստանալ այդ օրը։ Կամ ինչ որ մի տեղ է, որտեղ կգնաք այդ օրը նաև կմնաք, գիշեր կանցկացնեք, այդպես, հա, կարող է ուղղակի ինչ որ 7-օրյա, ոչ է путешествие գնում եք այնտեղ, հա, մեկ շաբաթ մնում եք, կամ 1 օր թեկուզ, հա, ինչ որ առանձնանում եք դուք երկուսով։ Բայց նվերը այստեղ ավելի շատ ոնց որ կախված է տան հետ, որ դուք կկարողանաք դա կամ տանը օգտագործել, կամ տանն է վերաբերվում, հա, կամ ինչ որ մի բաներ են, որոնք որ աղջիկական պահեր են, որ օրինակ, հա, կրեմ է եւ այլն, որը կարող դնել տանը եւ տանը օգտագործեք, հա, ինչ որ դեմքի մաքրող ոչա պահեր, որ միայն մարդը տանն է օգտագործում սովորաբար։ Նմանատիպ պահեր կա, ինչ որ բաներ են, որը փակ տուփը մեջը Սվերջը շատ են, հա, կա ինչ որ մի ֆիրմա, որ նմանատիպ բան է արտադրում, փակ տուփի մեջ, հա, դեմքի կարող նմանատիպ ինչ որ պահեր ստանում եք, որ տունը դնեք, այդտեղ քնելու հարմարանք, աչքերը փակելու կամ ինչ որ պահեր են։ Այսքանը ձեզ համար շնորհավորում եմ ձեր Սուրբ Վալենտինի օրը։ Գնանք աղեղնավորներին, տեսնենք աղեղնավորները ինչ կստանան նվեր։ Ոչ մեկ մի կարգին բան չստացավ այն մարդ։ Մի քիչ շատ սետ տվեք, որ շատ բան ստանանք։ Տեսնենք աղեղնավորները ինչ կստանան նվեր։ Փետրվարի 14-ին։ Ինչ որ մի բան է այստեղ։ Միգուցե օծի տեսքով, որևիցե բիժուտերիա է, միգուցե այստեղ թևնոց է, վզնոց է։ Այնպես արեք օծեր այդ օր ուղղակի չխառնան ձեր հարաբերությունները, չմտնեն ձեր հարաբերությունները։ Մեծ է ուղղակի նվեր է, որ կարող է լինել պտտվող ավելի շատ, դա թևնոցն է, վզնոցն է, մատանին է, նաև կարող է գիտեք օրինակ ինչ է, ինչ որ մի բան է, որ այսպես երկար ձողով է, օրինակ հանում եք, այսպես հանում եք, միգուցե գումարներ է մեջը, միգուցե հանում եք հեռախոս է մեջ, ինչ որ թել է, որ այդպես օլորված է եւ հանում եք, հետո տեսնում եք ինչ որ հեռախոս օրինակ նվեր մեջը։ Կամ ծաղիկների մեջ կարող այդպես ինքը մխրճված լինի, այդպես ինչ որ թելի նման սենց մեջը լինի կամ մի ծաղիկը քաշեք, որտեղ ինքը գալարված է, այդպես կարող ինչ որ մի բան է գալարված ներսում նաև, ինչ որ տուփի մեջ։ Նա ամենայն դեպս վատ բան չէ։ Ուղղակի պետք է այդ օրը չթողնեք, որ օծերը մտնեն ձեր հարաբերությունների մեջ։ Եվ ձեզ անգամ խորհուրդ տամ, թե դուք ինչ նվեր գնեք ձեր զույգի համար։ Այսքանը ձեզ համար շնորհավորում եմ ձեր Սուրբ Վալենտինի օրը։ Գնանք այդ եղջյուրներին, տեսնենք այդ եղջյուրները ինչ են ստանալու նվեր։ Ինչ են նվեր ստանալու այդ եղջյուրները փետրվարի 14-ին։ Տեսնենք դուք ինչ եք ստանալու, ծաղիկներ։ Որս երևում է ծաղիկներ, ծաղկի բուկետ, ծաղկի ինչ որ զամբյուղ, տուփ ծաղիկներով, միգուցե այսպես հետաքրքիր վառ
ծաղիկներ, օրինակ Հայաստանում շատ հավեսին ծաղիկներ կան, տարբեր տեսակի ծաղիկներ կան, որպես վառ կոմպոզիցիա է լինում հավաքել, նմանատիպ, հա, կարող է այդպես մեծ հավեսով, սենց փունջ է, երանգները տարբեր, այդպես անուշ է, այս երանգները օրինակ։ Դե միայն դա է այստեղ ծաղիկներ է։ Միգուցե նաև ծաղիկների մեջ ինչ-որ բան է դրված, բայց այստեղ դա չի երևում։ Ինչ կա կողքերը։ Կանաչներ են ընդհանրապես, այստեղ ինչ-որ բաներ կան, միգուցե ինչ-որ բիժուտերիա լինի նաև, այստեղ ինչ-որ պահեր կան, միգուցե ինչ-որ մատանի է, վրան քար է, միգուցե ինչ-որ բիժուտերիա է, վրան քար է, կարող այստեղ սրտիկի նշանը լավ չի երևում, օրինակ, եթե այսպես նայենք, սա այսպես սրտիկի նշան կերևա, միգուցե ինչ-որ սիրտ բիժուտերիա է, միգուցե ինչ-որ այստեղ նաև հետևում է կա ֆուն, վարդ, նույնպես կարող է տարբեր ծաղկի փնջեր են։ Ծաղիկներ են, հա, ծաղիկի փունջ է տարբեր ծաղիկներով։ Եվ մեջը նվեր է այստեղ կա կարծես, կարող տուփ է մեջը բացում եք ծաղիկ է, ինչ-որ բիժուտերիա է, մատանի է։ Այսքանը հիանալի բան է, սա հիանալի նվեր է, ամենալավ նվերն է։ Այսքանը ձեզ համար, շնորհավորում եմ ձեր Սուրբ Վալենտինի տոնը։ Գնանք ջրհոսների։ Ինչ են նվիրելու ջրհոսներին փետրվարի 14-ին։ Էլի խոյերի նման, այնտեղ մեկն է կար իրենց նման, անցյալ է այսա։ Ինչ-որ միտեղ, ինչ-որ մի բան է մարդը ասում, հա, ինչ-որ մեկի հետ է լինում, ասում է, այս ինչ սիրուն բան է կամ ինձ սա է պետք, եւ այդ օրը կստանաք, անգամ կարող մոռացել եք, որ ինչ-որ մեկին ասել եք, որ ինձ դա է պետք, հա, կամ զույգի հետ խոսելուց ընթացքում եք ասում, որ ինձ դա է պետք, եւ ստանում եք այստեղ նվեր։ Նաև դա կարող է լինել փայտից որևիցե տուփ, փորագրված տուփ, ծաղիկների տուփ, ներսում որևիցե անակնկալ, մոմ, ծաղիկներով հավաքված, այդպես շատ հետաքրքիր ինչ-որ դետալ։ Դա սա օրինակ ավելի շատ նմանացնում ինչ-որ բան է, թեկուզ փայտից, որը այսպես ինչ-որ վրան, ինչ-որ ծաղիկներ կան, ինչ-որ հետաքրքիր, մեջը կարող է ինչ-որ բան նվերներ են մտցրած։ Նույն դեպս կարող փայտից տուփել է դա, հա, բացում եք եւ ներսում է անակնկալը։ Դե այդտեղ լույս է վառում կամ լույսեր են լինելու այդպես կողքերը կամ մոմ է, հետաքրքիր։ Հիմա կան չէ, ես էլ այդպես նվեր տվեցի իմ մայրիկին, որ մոմը վառում են մեջը բանա գրված այդպես։ Դե հետաքրքիր է այստեղ ինչ-որ մի բան հաստատ կստանաք։ Կամ անցյալից որևէ մեկը կգա ձեզ կնվիրի, կամ ինչ-որ մի բան է, որ իրոք նախկինում ուզել եք ու մոռացել։ Այսքանը ձեզ համար, շնորհավորում եմ ձեր Սուրբ Վալենտինի օրը։ Տեսնենք ձկներին ինչ է սպասվում։ Ինչ նվեր կստանան ձկները փետրվարի 14-ին։ Այստեղ նոր հարաբերություններ են, նոր սեր է, կարող եք միանալ, հաշտվել այդ օրը իրար հետ, նաև կարող է ինչ-որ երկու բան է, կամ երկու հոգի են ձեզ նվիրելու, կամ երկու բաներ են ձեզ նվիրելու, կամ մեկը ծաղիկ է, մեկը ինչ-որ տուփ է մեջը նվերներ, հա, ինչ-որ երկու տեսակի այստեղ կամ կլոր ինչ-որ բաներ են, երկու, կամ բացելու եք մի հատ էլ է մեջը լինելու տուփ, նման ինչ-որ պահեր են, երկուական։ Ամենայն դեպս սա տուփ է, պարզ երևում է, տուփ է, որ տուփի մեջ կարող եք նաև պտտեցնել ինչ-որ մի բան լինի, հա, ոնց որ պտտեցնում են, այստեղ ծաղիկ է, հետո պտտեցնում են մատանի է դուրս գալիս, ինչ-որ կարող է նման այդ բաներից են գնել ձեզ համար։ Ամենայն դեպս պտտվել է այստեղ հստակ կա, կամ բացվում, մնում է այդպես օդի մեջ, կամ պտտվում է ինչ-որ բան։ Գուցե հա կարող է այդպես բացվում, կանգնում է, բացում եք, ինչ-որ հետաքրքիր մի բան կարող է լինել սա նաև։ Այստեղ էլ ինչ ունենք, լիքը բան կա սրա վրա չի տեսել, խաղալիք կա արջուկ, որ կարող եք ստանալ, այստեղ մուրթինա, ձին, հա, բոլորն այստեղ են, թռչուններ,
ու անգամ խաչը կա այստեղ։ Գուցե ինչ-որ մեկի համար իրոք այստեղ ճակատագրական որևիցե ծանոթություն է, որտեղ այստեղ ընդհանրապես սա տղա աղջիկն են։ Եթե այստեղ տղա եւ աղջիկ են իրենք եւ նոր ծանոթություն է սա ոմանց համար։ Ովքեր որ միայնակ են, հնարավորությունը շատ մեծ է, որ գտնեք ձեր երկրորդ կեսի, նաև սա կարող լինել ժամացույց։ Այստեղ ժամացույցի պահերն են, նաև կարող լինել ժամացույց։ Նորաձև հետաքրքիր ժամացույց։ Այսքանը, եթե ձեր մտքով ինչ-որ բաներ է անցնում, կողը երկու տակ մատանի է, այսպես, մի հատ այսպես գծով, մի հատ այսպես գծով, ոնց երկու հատ։ Ինչ-որ պահեր են, համենայն դեպս կերևա այդ օրը։ Դե ովքեր որ միայնակ են, այստեղ ծանոթության հնարավորությունը շատ մեծ է։ Մի բաց թողեք ձեր հնարավորությունը։ Այսքանը ձեզ համար, շնորհավորում եմ նաև ձեր Սուրբ Վալենտինի օրը։ Ընդհանրապես շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Վալենտինի օրը եւ նվերներ ստանալ ինչ որ դուք եք ուզում ձեր սրտով։